4 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով։ Մեծացել եմ պապիկիս եւ հայրիկիս հետ ֆուտբոլ խաղալով, ովքեր եւս ֆուտբոլիստներ են եղել։ Հայկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Մեծացել եմ հայկական մտածելակերպով, չնայած ամբողջ կյանքս ապրել եմ Միացյալ Նահանգներում։ Խաղացել եմ Նյու Ջերսի Սիդեր Սպարս ակադեմիայի թիմում, որը հանդես է գալիս MLS-ում։ Դրանից հետո գնացի համալսարան, հանդես եկա 2 տարբեր համալսարանների թիմերում։ ԱՄՆ-ում մի փոքր տարբեր է Եվրոպայից։ Շատ ֆուտբոլիստներ սկզբում խաղում են համալսարանական թիմերում, որից հետո միայն սկսում են իրենց պրոֆեսիոնալ կարիերան։ Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել, եւ հիմա ես այստեղ եմ, պատրաստ թողնելու իմ հետքը։ Ազգային հավաքականում հանդես գալու հրավերը ստանալուց հետո առաջին մարդը, ում զանգել եմ, իմ հայրն է եղել։ Նա միշտ եղել է իմ ոգեշնչման աղբյուրը։ Հետո իհարկե այդ մասին տեղեկացրի ընտանիքիս մյուս անդամներին եւս։ Նրանք բոլորն այս պահին Միացյալ Նահանգներում են։ Շատ հպարտանում են ինձնով եւ աջակցում ցանկացած հարցում։ Հիմա ես աշխարհի մյուս ծայրում եմ, հեռու բոլորից։ Դա շատ դժվար է, բայց ես ոգևորված եմ ու երջանիկ։ Չէի կարող ավելի հպարտ լինել։ Նախկինում մի քանի անգամ հրավիրվել եմ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական, որի կազմում 3 հանդիպման եմ մասնակցել։ Դա հիանալի էր, բայց իմ ամբողջ կյանքում երազել եմ պրոֆեսիոնալ կարիերայի մասին։ Այս փետրվարին պայմանագիր ստորագրեցի Ուրարտուի հետ եւ սկսեցի իմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան։ Հետաքրքիր է, որ ես կարողացել եմ գոլի հեղինակ դառնալ ինչպես մինչև 21 տարեկանների հավաքականում, այնպես էլ Ուրարտուում իմ նորամուտի հանդիպումների ընթացքում։ Շատ ոգևորված եմ։ Երազանքներս հերթով իրականություն են դառնում։ Ազգային հավաքական հրավիրվելը թարմ օդ էր ինձ համար։ Սա իմ առաջին օրն է այստեղ, առաջին հրավերս։ Մի քանի ժամ է ինչ այստեղ եմ, ամեն ինչ հրաշալի է։ Ես գիտեմ, որ այս թիմի հետ շատ հաջողությունների կարող ենք հասնել։ Get this camp going, and I know we'll have a lot of success with this national team.